Ոնց էլ չլինի գլադիատոր կինոն տեսած կլնես։ Դե այն կինոն նայելի, որ Ջիվան Գասպարյանը մեջը դուդուկ էր նվագում։ Իսկ ձեզ երբևէ չի հետաքրքրել, թե իմաստը որն էր այս գլադիատորական մարտերի, ով էր կազմակերպում կամ խի էին իրար այս ժողովուրդը այսքան փրթում։ Հիմա ես ձեզ պատմեմ, իսկ դուք ուշադիր լսեք, որ ոչ մի փաստ բաց չթողնեք։ Ու միջև անցնելը իմ բուն նյութին չմոռանաս գրանցվել գիտակերտին։ Դե որովհետև ինձ թվում է լավ գործ ենք անում։ Ժողովուրդ չեք հավատա, բայց այս գլադիատորական մարտերի ընդհանուր իմաստը կայանում էր ժողովրդին զվարճացնելու մեջ։ Ինչեր ասես, որ այս հռոմեական կայսրները չէին անի, որ ուրախացնեին ժողովրդին։ Շատերի մոտ կա համոզմունք, որ այս պինդ տղեկը եղել են ստրուկներ, բայց ստրուկ լինելուց բացի կային նաև ռազմագերիներ ու դատվածներ։ Ասեմ ավելին, գլադիատոր էին դառնում անգամ քաղաքացիական անձինք, ովքեր ուղղակի ուզում էին հայտնի դառնալ։ Պետությունն էլ իրենց վրա այնքան փող էր ծախսում, անգամ բացում էին գլադիատորական դպրոցներ, որտեղ նրանց սովորեցնում էին զինված կռվել իրար դեմ։ Հա, մոռացա ասել, որ այս դատվածների ու ստրուկների հիմնական մոտիվացիան գլադիատոր դառնալու այդ վաստակելն էր ժողովրդի սերն ու հարգանքը, որ դրանից հետո շատ հնարավոր է իրանց բաց թողվեին։ Այս մարտերի ընթացքում որ գլադիատորը մահացու վիրավորվում էր, գալի չագուչով տալի գլուխը ջարդում էին, որ չտանջվի։ Բայց այն մարդը, ում վնասվածքը մահացու չէր, իր ապագան որոշում էր ժողովրդի բութ մատը։ Դե այն վաղ բութ մատը կյանքեր էր որոշում։ Եթե բութը հելնում էր վերև, մարդը սաղ էր մնում։ Եթե բութը իջնում էր ներքև, էլի կվալտով տալի գլուխը ջարդում էին։ Չմոռանաս լայքս դիր լայքս։ Բայց 404 թվին այս փրթոցին պրծնում է։ Իսկ դուք ինձ կհարցնեք, Արթուր, բա ինչու է պրծնում այս փրթոցին, որտեվ հռոմեական կայսրությունում սկսում է իշխել քրիստոնեությունը։ Գլադիատորները էլ իրար դեմ չէին կռվում, փոխարենը նրանք մարտի մեջ էին մտնում գազանների հետ։ Այս գլադիատորների մեծ մասը արդեն ողջ էին մնում, շատ քչերն էին տենց մահանում իտո պատահականության արդյունքում։ Վիրավոր գլադիատորներին որակյալ բժշկական օգնություն էին ցուցաբերում։ Իդեպ քանի չեմ մոռացել ասեմ, որ Հռոմում բժշկությունը այնքան զարգացած էր, որ վիրահատությունը անզգայացնելով էին անում։ Ճիշտ է, այնտեղ այդ նարկոզը չկար, բայց օպիում էին տալիս։ Բայց եթե ներքին արյունահոսություն էր լինում, այդ դեպքում չէին կարողանում փրկել ու այդ գլադիատորը մեռնում էր։ Գլադիատորը ով հաղթում էր առաջին մարտում, ստանում էր հռոմեացիների 1 զինվորի տարեկան աշխատավարձի չափով վարձատրություն։ Իսկ 2 հաղթանակ տանելու դեպքում կարող էր ձեռք բերել առանձին սենյակ եւ արձանիկ աղոթք անելու համար։ Իսկ փորձառու գլադիատորները կարող էին արդեն վարձու զինվորականներ դառնային եւ մասնակցեին ռազմական արշավանքներին։ Այսօր ես ձեզ պատմեցի այսքանը։ Եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, անպայման լայք դրեք, գրանցվեք, կոմենտ գրեք, որովհետև ինձ թվում է մենք լավ գործ ենք անում։ Շնորհակալություն շատ, հաջողություն։